Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած զրույցում հայտնել է, որ սահմանազատման արդյունքում պետք է վերարձանագրվի Ալմաթայի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը, որից հետո կքննարկվեն բոլոր կոմբինացիաները։ Անդրադառնալով այսպես կոչված անկլավներն Ադրբեջանին հանձնելու կամ դրանք Արցախի հետ փոխանակելու հարցին, Փաշինյանն ասել է, որ տարածքի փոխանակում առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել, իսկ հնարավոր սցենարների մասին կոնկրետ համաձայնություն չկա։ Ինչ վերաբերվում է Արցախի հարցով բանակցային փաստաթղթերը հրապարակելուն, Փաշինյանը նշել է, որ դա տեղի կունենա տարեվերջին։ Հասկանում եք, ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք։ Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի եւ այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Իսկ Սերժ Սարգսյանի, այո, Սերժ Սարգսյանի նամակը հիմա ես հանձնարարել եմ գաղտնազերծման գործընթացը տեղի ունենում, չէ, ինչի ծուված։ Այլ երկրի ղեկավարի ուղղված։ Ես այդ նամակի մասին Ես այդ նամակի մի րոպե ներողություն եմ խնդրում, ժողովուրդ ջան, ինչ կլինի, ես գնամ դուք հարցազրույցան հետ։ Դե հերթու կարգ պետք է լինի, չէ։ Հիմա չեմ կարող ասել, կհրապարակեմ, կտեսնեք։ Մեղադրանքին, թե արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ինքը հրաժարվել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը տեղեկացնել, որ նախկին նախագահները ցանկանում են այցելել այնտեղ, Փաշինյանն ասել է. Ես օդանավն եմ տրամադրել, ասել եմ ուզում եք գնաք, որ ուզում եք գնաք։ Այսինքն այդ թեման ինչի, այսինքն պայմանավորվածություն պետք է ասում է ձեռք բերել։ Իրենց ընդունեք այնպես, օրինակ, ինչպես մեզ կընդունենք, որովհետև ասում է պետք է ամեն դեպքում իշխանությունից ձեր անունից բան լիներ։ Դե հիմա դուք ինձ ստիպում եք էլի անցնեմ խոսակցությունների ժանրին, ես Ռուսաստանի գործընկերներին ցույց եմ դրել, որ եթե իրանք ուզում են իրանց հետ շփվեն, ես դեմ չեմ։ Այսինքն իրանց կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունեք, հա, այսինքն ասեի, որ իրանք իրեքով են Հայաստանի վարչապետը։ Այդ ինչ է նշանակում, այդ ինչ արտահայտում, իրանց կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունեք։ Այդ ինչ է նշանակում։ Այսինքն ասեի, իրանք իրեքով տրիումվիրատ է Հայաստանում ձևավորվել, ես այլևս Հայաստանի վարչապետ չեմ, իրանք իրեքով են Հայաստանի վարչապետ։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չմասնակցեց ազգային ժողովի նիստի այն հատվածին, որտեղ ելույթ էր ունենում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Փաշինյանը դահլիճ վերադարձավ, երբ Քոչարյանն արդեն ավարտել էր ելույթը եւ պատասխանում էր падգամավորների վերջին հարցերին։ Կառավարության ղեկավարը, ով նիստի հենց ամենասկզբից ազգային ժողովում հետևում էր բոլոր զեկույցներին ու ելույթներին, այսպիսով փաստորեն բոյկոտեց Քոչարյանին։ Անդրանիկ Քոչարյանը մինչ այս ճիշտ ժամանակին չէր ներկայացել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ազգային ժողովի նիստին։ Անդրանիկ Քոչարյանի անունը հնչեցնելուց եւ նրա չներկայանալուց հետո Ալեն Սիմոնյանը նախատեսվածից շուտ ազգային ժողովի կանոնակարգի համաձայն ընդմիջում հայտարարեց։ Ուղիղ հերարցակման դադարից հետո լրագրողներն արձանագրեցին, որ Քոչարյանի եւ Փաշինյանի միջև քննարկում է սկսվել եւ Փաշինյանը բարկացել է։ Անդրանիկ Քոչարյանն ընդմիջման ավարտից 5 րոպե շուտ ժամանեց ազգային ժողովի դահլիճ, ելույթից առաջ էլ հատուկ ներողություն խնդրեց Նիկոլ Փաշինյանից եւ մյուս գործընկերներից, միաժամանակ մեղադրեց ազգային ժողովի քարտուղարությանը, որ իրեն պատշաճ չեն տեղեկացրել իր ելույթի ժամանակահատվածի մասին, բայց սա չփրկեց իրավիճակը։ Ըստ էության Փաշինյանն այդպես էլ չներեց Անդրանիկ Քոչարյանին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից եւ Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգեվորականի կանչել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը, ում խոսքով հոգեվորականներին քննչական կոմիտե են կանչել Նաթան Սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են, հայտնեց Զոհրաբյանը։ Փաստաբանը նշեց, քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգեվորականներ։ Ըստ նրա, հոգեվորականները ՔԿ պետք է ներկայանան այսօր եւ վաղը։ Հիշեցնենք, հոկտեմբերի նշանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն տարածեցին, որում Գարեգին II-ի նախկին զգավազանակիր Աղան Աբեղա Երնջակյանը Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի։ Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց ձայնագրության հիմքով քրեական
տնտեսական վարույթ է նախաձեռնվել։ Այսօր մի խումբ քաղաքացիական անձին քարևանգել են Մայր Հայաստան կուսակցության աջակից բլոգեր Օնո Հարությունյանին, այս մասին տեղեկացրել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ում խոսքով իրենց աջակցին տարել են Էջմիածնից։ Շտաբի դիմաց մայթին կանգնած է եղել, ընկերուհու հետ է եղել, նրա աչքի առաջ գցել են գետնին ու տարել։ Քաղաքացիական հագուստով անձին գետնին տապալելով տարել են ֆիզիկական ուժ, կիրառելով կարելի ասել մեքենայի մեջ են շպրտել։ Մեզ ասել են, որ ոստիկանության բաժին են տարել, մանրամասնեց Թևանյանը։ Մայր Հայաստանը մասնակցում է վաղ շաբաթի ընտրություններին, կոշտ քննադատում են Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, որ նույնպես պայքարում են համայնքապետի պաշտոնի համար։ Կուսակցության առաջնորդը պնդում է, թիմակցին առևանգել են քաղաքական նկատառումներով։ Հայտնի բլոգերը Էջմիածնում տարիներ շարունակ քննադատել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, հիմա էլ մեզ է աջակցում, այսպիսով փորձում են վախի մթնոլորտ ձևավորել, հասկանալով, որ պարտվելու են վաղաշաբաթում, նշեց Թևանյանը։ Մի քանի օր առաջ էլ Մայր Հայաստանը հայտնել էր, որ իրավապահները քրեական գործ են հարուցել իրենց ցուցակի առաջին ու երկրորդ թեկնածուների դեմ, որ նախկին համայնքապետեր են եղել։ Վաղաշաբաթի համայնքապետի ընտրությունները կկայանան այս կիրակի նոյեմբերի 16-ին։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է նաև, որ մինչև տարեվերջ իրենց թղթի վրա պետք է նկարագրեն Թրամփի ուղու ճանապարհային քարտեզի բոլոր մանրամասները։ Ըստ Փաշինյանի 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնեն, իսկ երկրորդ կեսին պետք է սկսեն շինարարական աշխատանքները։ Կառավարության ղեկավարը նաև մանրամասներ ներկայացրեց երկաթուղու եւ ճանապարհների մասով։ Հիմա տեսեք, ես կարող եմ հստակ ասել, թե երկաթուղին որտեղով է անցնելու։ Երկաթուղին անցնելու խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու, որտեղ ուրիշ տեղով երկաթուղի կառուցելի իրատեսական չի։ Ես կարող եմ ասել, որ օրինակ գազամուղը անցնելու է դրանից էականորեն հյուսիս։ Էլեկտրական գծերը անցնելու են էականորեն հյուսիս։ Ընդ որում ես չեմ կարող ասել, որովհետև ուսումնասիրությունները տեղում ենք արդեն սկսել ենք, չեմ կարող ասել նույնիսկ որոնք Սյունիքի մարզի հատվածում կմնան, որոնք Վայոց ձորի մարզի հատվածում, որովհետև դա հասկանում եք, բազմաթիվ գործոններից է կախված, այսինքն քարտեզի վրա ամեն ինչ հարթ է, թվում է թե որ դե ուզենաս գիծը կքաշես, բայց այնուամենայնիվ տեղանքը բնությունը ուրիշ բան է։ Ավտոճանապարհների հետ կապված, գիտեք, հյուս-հարավը կառուցվում է եւ մեծ հավանականությամբ մենք ճանապարհները այդ արևելք-արևմուտք ուղղությամբ ճանապարհները կինտեգրենք հյուսիս-հարավի ճանապարհներին եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց էլ եմ ասում, հասկանում եք, այս ամեն ինչը նույնիսկ տեղատեսության արդյունքը կարա վերջնական չլինի, որտեղ տեղատեսությունից հետո պետք է երկրաբանություն անել եւ այլն, կարող է երկրաբանությունը ցույց տա, որտեղ հոսքեր կան, սողանքներ կան, չգիտեմ, ամենատարբեր բաներ։ Այսինքն ես էլի ուզում եմ ասել, որ քննարկվում է տարբերակներ։ Երկաթուղին հստակ գիտենք, որ գազամուղը էականորեն ավելի հյուսիս առնելու, հստակ գիտենք, որ էլեկտրահաղորդման գծերը էականորեն ավելի հյուսիս առնելու, հստակ գիտենք, որ ճանապարհը ինչ որ մի ձևով ինտեգրված առնելու հյուսիս-հարավ, հստակ չգիտենք նավթամուղի հետ կապված ինչ կարող ենք ասել, որովհետև այնտեղ էլ ուրիշ հաշվարկներ կան, ուրիշ ներդրումային հնարավորություն կապված է նավթի միջազգային գներից նաև։ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց նաև, որ այս նախագիծը իրականացվելու է եւ շատ արագ տեմպերով։ Փաշինյանն այսօր նաև հերքել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե 2018-ի իշխանափոխության օրերին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոնը ցույցերը դադարեցնելու դիմաց։ Նա մանրամասնել է, որ Կարեն Կարապետյանը մեկուսարանում իր հետ զրույց է ունեցել, ասելով, որ իրեն ազատ կարձակեն, բայց դրա դիմաց հեղափոխական process-ը չպետք է շարունակվի։ Փոխվարչապետի պաշտոնի մասին ակնարկ եւ խոսակցություն ընդհանրապես որևէ մեկի հետ չի եղել, ոչ միայն փոխվարչապետի, որևէ պաշտոնի մասին չի եղել։ Ես չգիտեմ իրեն քննարկել են թե չէ, բայց ես թույլ չէի տա, որ նման բան տեղի ունենար, ասաց Փաշինյանը։ Վերջինս նաև պատմեց, թե ինչպես է եղել Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ Կարեն Կարապետյանի հետ զրույցը։ Նախ ասեմ փոխվարչապետի մասին, ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ ընդհանրապես տենց ակնարկ եւ խոսակցություն ընդհանրապես որևէ մեկի հետ չի եղել։ Որևէ մեկի հետ
ոչ միայն փոխվարչապետ, որևէ պաշտոնի մասին, որևէ խոսակցություն ընդհանրապես չի եղել։ Ես չգիտեմ իրենք նման բան քննարկել են թե չէ, բայց ես չի էլ թույլ տա որ տենց խոսակցություն տեղի ունենա։ Սկսենք դրանից։ Դա բացառում եմ, այո։ Այսօր նոյեմբերի 12-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում ժամը 15-ից 10-ի սահմաններում։ Վիլիս-Մակնիշի ավտոմեքենան կաղնուտ բնակավայրում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց մոտ 100 մետր, մի քանի պտույտ շրջվելով գլխի վայր հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ տեղում մահացել է։ Նրա դին ժամանած Կապանի հրշեջ փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ մահացած ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը հենց վարորդն է։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։